որոշեցիր ստեղծել դրա ֆիլմը։ Կասես ինչու։ Կարոտներ։ Տես այսօր այդ հաջողության, թե ուզում էր ամփոփեիր վերջակետը։ Կյանքում մեզ, չէ, վերջակետ չեմ ուզում ասեմ, որովհետև ինչի չեմ ուզում ասեմ, որովհետև ինձ հետաքրքիր էր ֆիլմը ոնց է ստացվելու։ Ես քեզ այս հարցին կարող եմ պատասխանել 1 ամիս հետո, երբ որ լսեմ մարդկանց կարծիքները ֆիլմը դիտելուց հետո, հա, իմ այսօրվանից դիտում են, բայց լսենք մարդիկ ինչ արձագանք են տալիս։ Ինչի եղավ Full House-ը։ Ես ավելի շատ եւ մեր բոլոր ժողովուրդը վստահ եմ ավելի շատ լսել են ոչ թե ոնց էս բարև արտահայտությունը, այլ Full House լինելու է, թե ոչ արտահայտությունը։ Այսինքն այն ֆիդբեքը, որը մենք ստացել ենք մեր հանդիսատեսից, ուր գնում ես Full House-ը, երբ է լինելու Full House 1000, իսկ նոր Full House լինելու է, իմ աղջիկը 17 տարեկան, 18 տարեկան, ինքը մինչև այսօր հաց ուտելուց դնում է իր պլանշետը, նայում է սերիան, ուտում է, ասում եմ Մարիա, դու այդ սերիան տեսել ես 660,000 անգամ։ Ինչի ես հիմա դա նայում էլ կամ ինչ ես ուզում գտնես նորը։ Չգիտեմ, այդպես մարդ կա։ Հիմա երեխեք կան, որոնք Full House են նայում, որ մեր ավարտելու ժամանակ իրանք ծնված չեն եղել։ Այսինքն իրանք սկսել են նորից անգելա որպես տրենդ, մարդիկ սկսել են նայել։ Իրականում գաղափարը նա շուտվանից կար։ Ես ուղղակի ռիսկ չէի անում դա անել։ Ուզում էի դա այնքան հասունանա, որ ես հասկանամ, այ հիմա պետք է անել։ Բոլորը ցրված էին իրանց գործերով։ Մեկը Ամերիկայում, մյուսները Երևանում, չգիտեմ, տարբեր տեղեր, տարբեր գործեր։ Ես ուղղակի մի օր, երբ որ զանգեցի բոլորին հերթով ու ասացի, եթե ֆիլմ նկարենք, օրինակ ինչ եք մտածում։ Ֆիլմ, ես որ իրանց պատասխանները, իրանց պաուզաները, այդ առաջարկից հետո ինքը պաուզա է տալի, որտեղ ինքը չի հավատում, որ ես հիմա դա իրան ասում եմ։ Ես հասկացա, որ բոլորը այնքան ուրախացան իմ ասածից։ Բոլորի մոտ այնքան տենց էմոցիաներ արթնացան, որ լուրջ այսքան ժամանակ հետո, այսքան տարբեր գործերով զբաղվելուց էլի իրար հետ, ես հասկացա, որ չէ, մենք ճիշտ ժամանակի վրա ենք ու պետք է սկսել դրա վրա աշխատել։